Ողջույն։ Ես ընտրություններ եմ լուսաբանում 2007 թվականից սկսած։ 7 համապետական ընտրություն եմ անցկացրել եւ վստահ ասում եմ, ավելի խայտառակ պահվածք քարոզարշավ իշխանությունից չեմ հիշում։ Խոսքս վերաբերում է թե կառավարությանը իր բոլոր օղակներով, թե իշխանական կուսակցությանը, թե ուժայիններին։ Եթե սա ժողովրդավարությունն է, ուրեմն կարծում եմ մեզ պետք է մի հատ դասընթաց անեն, բացատրեն, թե այդ դեպքում բռնապետությունը որն է։ Վարչական ռեսուրսի անխնա, աղետալի չարաշահում։ Շահագործում են ամեն ձևով։ Սա պետապարատի քարոզարշավ է։ Համացանցը ողողված է Մարտամեկի քարոզարշավի վիդեոներով։ Քաղաքացիները, որ գնում են իրենց բողոքը խնդիրները բարձրացնելու, այս կամ այն հարցի վերաբերյալ, թիկնապաները, Նիկոլի օգնական աջակիցները, հատուկ դրված մարդիկ չեն թողնում, քաշ քշելով տանում են։ Լավ, բա ումով է անում քարոզարշավը։ Բա մարդիկ մինչև կոկորտները խնդիրների մեջ են։ Գնացել է համոզելու ինքն էլ, որ իրեն ընտրեն, բայց չգնան, որ համոզի։ Մեկ էլ տեսնում ես ավտոբուսով իր հետ տարած մշտական շրջիկ խմբերն են մասնակցում քարոզարշավին։ Նրանք, որ Գյումրիում գյումրեցի են, Մարտունիում մարտունեցի են, Սյունիքում սիսյանցի կապանցի։ ՔՊ-ի հանդիպումներին ասում են տեղացիներ, վարչական ռեսուրսի ու կուսակցության հետ կապ չունեցող մարդ պատերի վրա կարող ես հաշվել։ Տնօրեն, ուսուցիչ, բժիշկ, դաստիարակ նման աշխատողներ։ Ձայնագրություն տարածվեց, որ Մարտունու համայնքապետարանից մանկապարտեզի տնօրեններին վախեցնում ու ասում են, որ գնան ու պարտադիր ներկայգտնվեն ՔՊ-ի գրասենյակի բացմանը։ Իշխանությանը չաջակցողների անուններն էլ հայտնեն քաղաքապետարան։ Մամուլը գրում է, որ պետհիմնարկներում աշխատանքը կիսատ են թողնում, որ բերման ենթարկվեն ՔՊ-ի միտինգին։ Անգամ զինծառայողներին են տանում քաղաքացիական շորերով։ Այդ մարդիկ պետության ռեսուրսը համարում են ՔՊ-ի սեփականությունը։ Դրա համար էլ ՔՊ-ի լոգոներով ավտոբուսը կանգնում է կառավարության շենքի դիմաց։ Հա, բայց արդյոք զորով հավաքների տարվածները ՔՊ-ի ընտրողներն են։ Ձեզ թվում է, որ մի կլուբում հավաքեցիք իրենց, արդեն ձերոնք են դառնալու։ Խանութի տերն ասում է՝ մի նայեք, որ Նիկոլի բուկլետներն են դրված, նիկոլական չեմ, դրել են, որ չտուգանի հարկայինը։ Այդ որ ստիպում եք, մեկա ձերը չեն։ Քանի հատ լուսանկար հրապարակվեց, թե ինչպես են ներքին չաթերում ուսուցիչներին պահանջում, որ ցուցակագրված գնան մասնակցեն ՔՊ-ական մարզպետների հետ հանդիպմանը։ Նրանք էլ ձեզ չեն ընտրելու։ Ավելին, դեմ են քվեարկելու, հատուկ, որ ազատվեն ձեզանից, այդ նվաստացումից, իրենց շահագործելուց։ Չեմ խոսում անչափահասներին ՔՊ-ի քարոզարշավին ակտիվ ներգրավելու մասին, չեմ խոսում այն մասին, որ հանձնաժողովի անդամներն են մասնակցում ՔՊ-ի միտինգներին քարոզանելով, էլ չեմ ասում ՔՊ-ի պլակատների մասին, որոնք ուղղակի ցփնել են պատերին, տարբեր տեղեր, կեսնել չթույլատրված վայրերում։ Նիկոլի պլակատը պոկելու համար պետությունը մարդ է սպանում, իսկ մյուսների պլակատներ պոկելու համար անգամ մի հոգու բերման չեն ենթարկում։ Սրան զուգահեռ, էլ ՔՊ-ական համայնքապետերն են սոցիալական օգնություններ բաժանում, էլ կառավարությունն է փոխհատուցումներ տալիս, ինչ-որ պարտավորություններ են ներում, ապօրինի կառույցներ է օրինականացնում եւ այլ, լիքը այդպիսի որոշումներ են կայացնում, որոնց բոլորից ընտրակաշառքի, պետական ընտրակաշառքի հոտ են գալիս։ Բայց միաժամանակ այս մարդիկ ուժայիններին գործուղում են ընդդիմության վրա։ Իրավապահ համակարգը իր ամոթի պատմության հերթական հատորն է այս պահին գրում։ Անտեղի խուզարկություններ, քաղաքական ուժերի, թեկնածուների գլխին սարքոցիներ, ապօրինի ձայնագրություններ, մոնտաժներ, դրանց հիմքով էլ քրեական գործեր։ ԱԱԾ-ի, Քննչականի, հակակոռուպցիոնի հաղորդագրությունները կարծես ՔՊ-ի գրասենյակներում են գրում, Նիկոլը անձամբ։ Վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստեր են հրապարակվել։ Մեկի հետևից չի գնացել հակակոռուպցիոնը։ Անգամ էկրանի առաջ կատարված ՔՊ-ականների հանցագործությունները մարդկանց ծեծը պատասխան չի ստանում։ Իսկ ընդդիմադիրների մասին ինչ հրապարակեն, կալանքի են տանում։ Ուղեղումս ուղղակի չի տեղավորվում, թե ինչքան հեշտ է մարդուն ազատությունից զրկելը ոչ մի բանի համար։ Գլխին սարքեն ու կալանավորեն։ Նիկոլն ասում է, քանի վարչապետ են, որևէ ընտրություն չի կեղծվելու, բայց ախր այս բոլորը կեղծիքա, չէ՞։ Սա մեր իրականությունն է, որտեղ պաշտպանության նախարարության աշխատողներից ոչ թե պահանջվում է անվտանգության ապահովում սահմաններին,
այլ լայքել նախարարի ընդդիմադիրներին վիրավորող գրառումները։ Այստեղ նախարարությունների աշխատողները ահազանգում են, որ իրենց կարծես դարձրած լինեն պասպորտ սեղանի աշխատողներ, սաղ օրը մարդկանց տվյալներ են ստուգում։ Սաղ օրը ասում են խաղաղության դարաշրջան է, բայց թե խաղաղության դարաշրջան է, խաղաղություն եք հաստատել, այդ դեպքում Հայաստան ոտք դնողին ինչ եք հենց աերոպորտից ծանոթում վարժական հավաքների մասնակցության մասին։ Դա էլ դիտարկում են որպես պատիժ։ Նիկոլը, որ ասում է բանակը բարեփոխել եմ, վարժական հավաքի տանելը համարում է պատիժ, պատժիչ միջոց։ Չկա այդպիսի պետական կառույց, որին չեն լծել ՔՊԻ քարոզչությանը ու չեն խայտառակել։ Այս ամենին պատասխան տրվելու է վստահաբար։ Ժողովուրդ, թվում է, որ մեզ մոտ ոչ թե պարզապես ընտրություն է, մեկը դառնալու է իշխանություն 5 տարով, մյուսը ներընդդիմություն, այլ իշխանությունը մեռնում է աթոռի համար։ Կյանք ու մահի կռիվ է տալիս, այս մարդիկ, այս իշխանությունը հոգեվարքի փուլում է։ Մարդամեկն ասում է, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է թողնեմ հեռանամ, ես սուսուփուց խոնարհությամբ, շնորհակալությամբ կթողնեմ եւ կհեռանամ, բայց նա ամեն ստոր մեթոդի դիմում է, որպեսզի մնա։ Կարճ ասած, ելի եմ ասել, մեր երկրում, մեր ժողովրդի նկատմամբ սրանք քայլեր են անում, որ համոզվում ես, Նիկոլը չի պատրաստվում ապրել Հայաստանում, իսկ մյուս ՔՊԱ-ականները իր համար լրիվ մեկ են։ Այլապես որն է մոտիվացիան անել այնպես, որ բոլորը ատեն քեզ։ Նրա քայլերը իր ապագան Հայաստանում չպատկերացնողի եւ հետագայում հայերի միջավայրում չապրողի քայլեր են։ Դրա համար էլ ընտրությունը սրանց համար կյանք ու մահի պայքար է։ Ժորժ ջան, չվախենաք, ոչ մի բան հավերժ չէ, այս իշխանությունը հատկապես։ Հիշեք, մնաց 3 օր։ Այդ կարճ ժամանակը բավական է, որ ոչ մի սադրանքի ու ճնշումների չենթարկվեք։